Բարև ընկերներ, այսօր հետաքրքիր է լինելու։ Նախ կրկին անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ աջակցության եւ վստահության համար, դա շատ կարեւոր է ինձ համար։ Նախ սկսենք քաղաքական դաշտում տեղի ունեցող որոշ խմորումների մասին խոսել։ Օրեր առաջ Էդմոն Մարուքյանի թիմակից Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ հեռանում է կուսակցությունից։ Սա արդեն 4-րդ դեպքն է, երբ Լուսավոր Հայաստանի առանցքային դերակատարներից դուրս են գալիս կուսակցությունից։ Ամենաառաջինը ՔՊԱ-ական դարձած Հայկ Կոնջորյանն էր, ով լքեց ոչ միայն կուսակցությունը, այլ նաև Քավոր Էդմոնին։ Ապա կուսակցությունից հեռացավ Աննա Կոստանյանը, ով ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալեց 2020 թվականի պատերազմից հետո։ Ապա Լուսավոր Հայաստանը լքեց Անի Սամսոնյանը։ Իսկ վերջերս արդեն դուրս եկավ Դավիթ Խաժակյանը։ Կանանց դեպքում գոնե կուսակցափոխություն տեղի չունեցավ, այլ է տղաների պարագայում։ Իմ ստացած տեղեկություններով Դավիթը ցանկանում է համագործակցել Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Իդեպ Դավիթը ցանկություն է հայտնել մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Հիշենք, որ անցյալ ընտրություններում նա էր գլխավորում Լուսավոր Հայաստանի ցուցակը, ով եւ պարտվեց։ Ընկերներ, ինչևէ, դա Լուսավոր Հայաստանում գործող անառողջ մթնոլորտի արդյունք կարող է լինել։ Ցանկանում եմ նաև խոսել առաջիկայում սպասվող քաղաքական պրոցեսների մասին։ Նախ տեղեկություն ունեմ, որ աշնանը որոշ պրոնիկոլական ուժեր ցանկանում են ցույցեր կազմակերպել Երևանում, որպեսզի ժողովրդի մեջ կուտակված էներգիան սպառվի։ Սակայն դա մենք չենք թույլ տալու, քանի որ բոլորը ունեին հսկայական ժամանակ ապացուցելու, որ անում են ամեն բան հանուն ժողովրդի։ Սակայն կարծես թե պաշտոնից եւ մանդատից այն կողմ իրենց հայրենասիրությունը չէր անցնում։ Բոլորին զգուշացնում եմ, ով փորձի հանրային դժգոհությունը սպառի իշահ ՔՊ-ի, ապա անուն առ անուն հանդիպման վայրերով կհրապարակվի եւ բոլորը կանցնեն քաղաքական աղբանոց։ Հիմա անցնենք մի հետաքրքիր թեմայի։ Նախ ցանկանում եմ մեկ հարց ուղղել բոլորին։ Արդյոք դուք մայրության նպաստ ստանում եք, եւ եթե այո, ապա այն մեկ տարվա կտրվածքով 4 միլիոն 228 972 դրամ կազմում է թե ոչ։ Իսկ դուք գիտեիք, որ 3 միլիոն վարչապետերից ընտրյալ падգամավոր Արփի Դավոյանը տարեկան ստանում է 10 միլիոն 470 հազար դրամ աշխատավարձ եւ 4 միլիոն 228 972 դրամ մայրության նպաստ։ Ընկերներ, բնավ ես դեմ չեմ, որ մայրերը նպաստ ստանան, բայց այստեղ կա անարդարության զգացում, թե ինչու պետք է մեկը, ով մեր վճարած հարկերից միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ է ստանում, ստանա նաև միլիոնավոր դրամների հասնող մայրության նպաստ, իսկ գյուղերում ապրող եւ իրենց գոյությունը հազիվ պահող մայրերը չստանան կամ կոպեկներ ստանան։ Ընկերներ, օրեր առաջ խոսել էի տխրահռչակ Տարոն Չախոյանի մասին, 2-3 բառով ներկայացրել էի տեղեկատվություն, որը ստացել էի նրա հոր մասին։ Ինչից ժամեր անց նամակ եմ ստանում Արտուր Չախոյանից, նույն ինքը Տարոնի հորից։ Ներկայացնում եմ նամակի սկրինը, քանի որ ոչ միայն դժվար ընթերնելի է, այլ նաև ռուսերեն տառերով հայոց լեզվի մայրիկը անիծած տեքստ է։ Իհարկե վիրավորանքը նման մարդկանցից հեռու չէ, եւ ես խղճում եմ այս մարդուն, քանի որ ոչ միայն կտրված է իրականությունից, այլ նաև իր որդու հետ շփումներ չունի։ Կարծես ժառանգաբար անցած անեծք լինի։ Պարզվում է Տարոն Չախոյանը եւս իր որդուն հանդիպում է շաբաթական ոչ ավել քան 48 ժամը։ Մեր բոլորից կողմից չսիրված Տարոն Չախոյանը պարզվում է դեռևս 2019 թվականին դատական հայց է ներկայացրել արդեն նախկին կնոջ դեմ, որպիսի կարողանա տեսակցության ժամեր ստանա որդուն տեսնելու համար։ Իհարկե սա ցավալի է, որ ընտանիք է քանդվել, որ երեխան առանց լիարժեք ընտանիքի է մեծանում, բայց ցավալին այն է, որ Տարոն Չախոյանը տարեկան շուրջ 22 միլիոն 544 հազար դրամ աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից եւ դատական հայցով պահանջել են նախկին կնոջից, որպիսի նրան վերադարձվի 4000 դրամ պետական տուրքը։ Այո, ընկերներ, 4000 դրամ պետական տուրքը։ Արտուր Չախոյան, այս է որոշակի չափով անձնական թեմա, բայց վստահեցնում եմ, ավելի դաժան անձնական թեմա եւս կա, որը բնականաբար չեմ հրապարակի։ Սակայն եթե փորձ կատարվի վիրավորել կամ որոշակի այլ քայլեր անելու, ապա թղթախաղի բոլոր խաղաքարտերով եմ խոսելու արդեն, հույսում եմ հասկացար։ Ընկերներ, դուք չեք կատաղում, երբ իմանում եք, որ բազմաթիվ մարդիկ միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից, բայց երբ դուք պետական որևէ կառույցի հետ գործ եք ունենում, այնքան են զզվացնում, որ հիասթափվում եք։ Հանուն ինչի պետք է այդքան մեծ աշխատավարձ ստանան, կասեք խնդրում եմ։ Իրական հեղափոխության հետո պետք է պետական ապարատում գործող բոլոր պարազիտ հաստիկները վերանան,
պետք է պետական ծառայողների համար վճարվող գումարները քառակի կրճատվեն, ու մենք միասին, վստահեցնում եմ, հասնելու ենք դրան։ Ընկերներ, կան մարդիկ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, եւ շատ են այդ մարդիկ, բայց ես չեմ վիրավորում իրենց, այլ ընդհակառակը, ցանկանում եմ, որ հասկանան, թե ինչ մեծ սխալ են արել, եւ որևէ մեկը չի մեղադրելու իրենց կատարած ընտրության համար։ Սակայն պետք է բոլորը մեկ մարդու պես գիտակցեն, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխություն կոչվածը իրական չէր, քանի որ որևէ արատվար երևույթ պետական ապարատում չի վերացել։ Նույն կաշառքն է ավելի թանկ գներով, նույն թալանն է ավելի մեծ տեմպերով, նույն դեմքերն են կուսակցություններ փոխած, մի խոսքով նույնն է բացառությամբ Արցախի, որ ցավոք այլևս չենք կարող գնալ։ Այսօր այսքանը, հարգանքներով ձեր հայը։ Այս համակարգը ստեղծած է այնպես եւ կառուցված է այնպես, որ Վարդանի ուղարկած փողերը հոսեն մերձիշխանական օլիգարխիայի գրպանները։ Որովհետեւ բաձեր կարծիքով մեծ մենաշնոր, որ ասում ենք պատահական է ստեղծվել, հիմա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մտեք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր խանութ, Հայաստանի ամենահեռավոր վայրում գնեք Շաքարավազ եւ Բանան, այդ գումարը հոսում է նույն մարդկանց գրպանը, նույն մարդկանց, կապ չունի որ մասին ես գնում։ Ու այդ մարդիկ շատ ուղիղ եւ մերձավոր կապի մեջ են Սերժ Սարգսյանի հետ։ Այդ մարդիկ, որոնց անունը մենք շրջանառում ենք, գիտենք իհարկե փայ ունեն, այդ Շաքարավազի մեջ էլ, Բանանի մեջ էլ, բայց հիմնական գումարը, այսպես ասած, իշխանական օբշակն է, որի ծախսումով նրանք պահում են պետական իշխանությունը սափրագլուխների բանդաներ պահելով, կրիմինալի բանդաներ պահելով, բայց որ կրակում սպանում են, չեն պատժվում ձեր կարծիքով, ինչի շնորհիվ է։ Ու այդ պայմաններում հասկանալի է, չէ, որ իշխանությանը ձեռնտու չի ընդհանրապես, որ Հայաստանում ազատ անկախ գործարարության խավ ձևավորվի, որովհետև մեկ էլ տեսար այդ անկախ գործարարության խավը սկսեց ֆինանսավորել ընդդիմությանը։ Պատկերացնում եք ինչ կլինի, իշխանությունը կկորցնի իշխանություն կամ շատ մեծ վտանգի կընթարկի։ Իսկ արդեն հասկանում եք, որ չի կարելի։ Իշխանության համար չի կարելի։ Ու այստեղից եզրակացությունը ո՞րն է, որ քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել իշխանություն, որի համար կյանքի ու մահու խնդիր չէ ընտրություններում պարտվելն ու իշխանությունից հեռանալը, Հայաստանում ոչ տնտեսություն կարա լինի, ոչ էլ դրամավարկային քաղաքականություն։ Չի կարա լինի։ Իսկ պետք է Հայաստանում իշխանություն լինի, որ աշխատի, որի համար խնդիր չունի։ Լավ ընտրություններում պարտվեցինք, կհեռանանք, հաջորդ ընտրություններում կամ մի ընտրություն երևի մի օր էլ էլի կհաղթենք, կվերադառնանք։ Բայց քանի դեռ իշխանության համար իշխանություն լինելը կենաց մահու պայքար է, Հայաստանում ի բնե տնտեսություն լինել չի կարող։ Այսպես ուղարկելու են դուրս այդ խեղճ ու կրակ ժողովրդին, հետո կոպեկ փողերը տանեն։ Ընտրությունա, դեմներս ընտրությունա, Նիկոլ Փաշինյանը պետք է գա մեր համայեք, իար այդ ընտրություն անեք, դրան բար ինքը ուզում է ցույց տա, որ մեր է չի, ինքը մեր աղբերն է, ինքը մեր է տա ինքը։